Վերջին օրին մենք շարունակում ենք ֆիքսել ադրբեջանական կեղծ տեղեկատվությունները, իբրև թե հայկական կողմը խախտել է հրադադարը։ Մենք նաև ֆիքսում ենք Ադրբեջանի օրորի աճող կոշտ ռետորաբանությունը եւ նոր պահանջները, որոնք դրվում են Հայաստանի Հանրապետության առջև։ Մենք նաև ֆիքսում ենք ազգակործան պատվասի վերջին օրերին իրար հետևից կատարվող գրառումները, որտեղ նա նշում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, մենք նաև ֆիքսում ենք, որ խաղաղության պայմանագիրը ասված ֆարսը վերածվեց խաղաղության համաձայնագրի։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Պարոն Միքայելյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, մենք տեսանք, որ ադրբեջանական կողմը օրեր շարունակ կեղծ տեղեկատվություններ տարածում, իբրև թե հայկական կողմը կրակում է, դրան զուգահեռ տեսանք Հաջիևի եւ այլ պաշտոնյաների հայտարարությունները կոշտ բնույթի։ Մենք նաև տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի աղերսագրերը ուղղված Ադրբեջանին։ Հիմա ասես ինչ է կատարվում եւ արդյոք մեծ է ռազմական հարձակման վտանգը։ Ընդհանուր համատեքստը ենթադրում է, որ կա կամ խաղ գործընթաց կամ գործընթացը, որը գնում է դեպի պատերազմ։ Ինչի եմ ասում, որովհետև ամեն դեպքում կա հակամարտություն եւ այդ հակամարտությունը կարող է լինել սառեցված վիճակում, կարող է, բայց այդ սառեցումը կարող է ամեն դեպքում ժամանակավոր լինել։ Հիմա տվյալ դեպքում մենք չենք կարող խոսալ նրա մասին, որ գնում ենք դեպի խաղաղություն։ Չնայած որ շուտ ընդհակառակը։ Այո, ինչից կարող ենք ընդհանուր առմամբ դրա մասին հետևություններ անել, նրանից որ Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը ինտենսիվանում է, չի նվազում, նույնիսկ ավելի կոշտանում է եւ ագրեսիվանում է, այսինքն կոշտ ագրեսիվ հակահայկական հերետորաբանությունը ինչ որ նպատակ պետք է ունենա, հա, այս մարդիկ ովքեր վերլուծելու ունակություն չունեն, երևի մտածում են, որ սա ուղղակի Ալիևին պետքա, որովհետեւ ինքը տենց իրան լավ ազգում, բայց սա այդպես չէ, ու դա կառավարման միջոց էլ չի։ Սա պատերազմի նախապատրաստման փուլն է ցանկացած երկրում, այսինքն որպեսզի դու ստիպես քո ժողովրդի ներկայացուցիչներին, որպեսզի ուրիշ ժողովրդի ներկայացուցիչներին սպանեն, ապա պետք է իրանք մարդ չհամարեն։ Դա հումանիզացիայի գործընթաց։ Այդ գործընթացը Ալիևը միշտ օգտագործել է որպես նախապատրաստական փուլ պատերազմի եւ հիմա շարունակում է նույն բանն անել։ Ավելի մեծ թափով կարծես թե։ Այո, հետեւաբար եզրակացությունը արդեն նույն էս մի խնդրից արդեն այն է, որ գնում ենք դեպի պատերազմ, խոշոր հաշվով, հա։ Հիմա կոնկրետ ստեղ մենք չենք խոսում դեռ երբ։ Հաջորդը պետության ինստիտուտների գործունեությունը ինչպիսին է։ Դուք արդեն ասացիք, որ 11 անգամ կեղծ տեղեկատվություն է տարածվել Ադրբեջանի ՊՆ կողմից, որ Հայաստանը նախադեպ։ Այո, հարձակվում է։ Սա ինչի մասն է խոսում։ Նրա մասին, որ Ադրբեջանը պատրաստում է լեգենդա, ըստ որի Ադրբեջանը ստիպված էր արձագանքել, հա։ Ցանկացած հարձակվողը փորձում է ինչ-որ լեգենդա սարքել, նույնիսկ 2020 թվականին ինչ-որ կեղծ հարձակում հորինեցին, հիմա էլ են հորինում։ Սա չի նշանակում, որ հենց այս օրերին դա տեղի է ունենալու։ Կարող է ուղղակի ֆոն է պահում եւ հիմա էսկալացիա է այդ ֆոնի, բայց առհասարակ Ադրբեջանը պահում է իր վիճակը ինչքան հնարավոր է տակ, որպեսզի օրինակ եթե վաղը Ալիևը որոշի, որ հարձակվում է, ապա հենց վաղը կարողանա անել հղում անելով օրինակ այո, այս լեգենդավորումից։ Եվ ամեն դեպքում գոնե Ադրբեջանին լոյալ, Ադրբեջանի կողմից գնված հրապարակային միջոցներով եւ այլ միջոցներով, քաղաքական միջոցներով տարածվելու է հենց այս լեգենդը, ինչքան էլ բոլորը գիտակցեն, որ դա կեղծ է։ Սա այս երկրորդ հանգամանքը։ Երրորդ հանգամանքը արդեն այս հետախուզական ոնց որ տվյալները, որոնց կարելի է դասել զինտեխնիկայի տեղափոխում, այդ թվում զինտեխնիկայի, որը նախատեսված է որպեսզի մարդ տեղափոխի, հա, եւ այդ վիդեո նկարահանումներ եղել են բավականին շատ, դեպի սահման տեղափոխվում են բավականին շատ։ Եվ բավականին մեծ նաեւ ակտիվացում կա Խարվաճարի շրջանում, այդտեղ ականների վրա են պայթում եւ այլն, հա դա միշտ է եղել, բայց հիմա շատացել է։ Ինչի է շատացել, որովհետեւ շարժն է շատացել։ Այսինքն մենք տեսնում ենք էական ակտիվացում եւ մենք տեսնում ենք, որ այս գործընթացը հենց հիմա շատ ակտիվ փուլում է։ Ֆիքսում ենք կուտակումներ Խարվաճարում։ Կարող ենք այդպես փաստել։
մենք ֆիքսում ենք կուտակումներ քարվաճառում, բայց նաև ոչ միայն քարվաճառում, այլ ամբողջ գծով, հատկապես Արցախի օկուպացված տարածքների ամբողջ գծով, այդպես ասեմ, հա։ Մյուս հանգամանքը այն է, որ Ադրբեջանում արգելվել է նկարահանել զինտեխնիկայի տեղափոխումը, հա։ Սա եւս կարելի է դասել որպես, այսպես ասած, անուղակի սպառնալիք Հայաստանին, բայց ես կարծում եմ նման ձևով արդեն չեն սպառնում, սա արդեն ավելի կոնկրետ գործողություն է։ Այսինքն արդեն մի քանի բլոգերներին բանտարկեցին, որովհետև նրանք այդ զինտեխնիկայի տեղափոխումներ են նկարահանել։ Ասեմ, որ առաջին անգամ Ադրբեջանում նման արգելքները մտցրեցին 2014 թվականին, երբ սկսվելա ապրիլյան 14 թվականի սեպտեմբերին, երբ սկսվելա ապրիլյանի նախապատրաստական փուլ, եւ հետո միայն կոշտացել է դա, բայց հիմա արդեն նորից կոշտանում է։ Եվս մի քանի հանգամանք ավելացնեմ։ ՄԱԿ-ի եւ այլ միջազգային կառույցների փակումը Ադրբեջանի տարածքում։ Ռուսական գործակալությունների, արևմտյան գործակալությունների փակում, լրատվամիջոցների օտարերկրյա փակում։ Դրան կարող են գումարել այն, որ Ադրբեջանում շարունակվեց արգելքը երկրից դուրս գալու այս 2 օր առաջ։ Այսպես ասած կարանտինային ռեժիմ։ Այո, կարանտինային ռեժիմը, այսինքն ամբողջ աշխարհում կովիդը ավարտվել է, չի ավարտվել աշխարհի 3 երկրում՝ Հյուսիսային Կորեայում, Ադրբեջանում եւ Ուկրաինայում։ 3 երկիրն էլ խոշոր հաշվով պատերազմական վիճակում են գտնվում հիմա, ում հետ է պատերազմում Ադրբեջանը։ Այս հարցը որպես ռետորաբանական թողնեմ, եւ նման ցուցանիշները բավականին շատ են։ Այսպիսով ամեն ինչը հուշում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, կարող է սկսել արագ, բայց նորից եմ ասում, չեմ ուզում ինչ որ գուշակություններ անեմ, ուղղակի ուզում եմ մատնանշեմ, որ ռիսկը ահավոր մեծ է եւ բարձր։ Տեսակետ կա, որ ադրբեջանական կողմը դա կարող է իրականացնել Փաշինյանի հետ պայմանավորված, ելնելով նրա օրորի գահավիժող վարկանիշից, որպեսզի Փաշինյանի ներքաղաքական համատեքստում քարոզած խաղաղության կեղծ թեզը հասարակության շրջանում գոնե որոշակի լեգիտիմություն ունենա, այսինքն վախի մթնոլորտի սերմանում, որ եթե չհանձնենք SSS բաները, տեսեք Ադրբեջանը նորից կհարձակվի։ Ամենևին չի բացառի, այսինքն ստեղ արդեն խոսք է գնում նպատակների մասին այս հարձակման, եւ որպես կանոն նպատակը մի հատ չի լինում, այսինքն ստեղ կարող է նպատակը լինել դիվանագիտական, ինչպես որ դուք ասացիք։ Միգուցե այս քարոզչական գրոհի նպատակներից մեկը նաեւ դա է։ Չի բացառվում, որովհետև եկեք մի տարօրինակ բան դիտարկենք, որպես կանոն երկրում իշխանության վարկանիշը այդ երկրի վրա հարձակումների պարագայում նվազում են, եթե իշխանությունը տապալվել է, բայց նաև կա այլընտրանքային մոտեցում, երբ ժողովուրդը միավորվում է իշխանությունների շուրջ, երբ որ ուրիշի հույս չունեն, դե ստիպված միավորվում են իշխանությունների շուրջ։ Եվ Փաշինյանը այս հանգամանքը ժամանակին հատկապես 2020 թվականին լավ օգտագործել է իր օգտին, եւ դա թույլ է տվել իրեն հաղթահարել այս հետպատերազմյան ճգնաժամը, բայց հիմա կարող է փորձել նորից նույն բան անել, որովհետեւ միանգամից դուրս է գալու, որ Փաշինյանի դեմ է, Դավաճանը եւ այլն մի խոսքով փորձել են այդպես ներկայացնել։ Դեմ է խաղաղության, բայց ոչ միայն, նաև սադրում է պատերազմ, այո, մի խոսքով այդ քարոզչական կոմպլեքսը կարող են վերակենդանացնել, դրան զուգահեռ Ադրբեջանը կարող է փորձել եւս մի քանի խնդիր լուծել։ Նրանք տեսնում են, որ ամեն դեպքում գոնե եթե ոչ նպատակային իշխանությունների աշխատանքի շնորհիվ, որտեղ ես համոզված եմ, որևէ նպատակային աշխատանք բանակը ուժեղացնելու չկա, ինչքան էլ սուտ ասեն իրենց հերոստալիքներով, բայց ամեն դեպքում բանակը քիչ-քիչ ուշքի է գալիս, բայց ցավոք սրտի Ադրբեջանին օդից ամեն ինչը հասանելի է։ Սա մեկ, ես չեմ բացի, փակագծերը ստեղ բարձր ամեն ինչը, երկրորդ հանգամանքը այն է, որ Ադրբեջանը գրավել է որոշ գերակա բարձունքները 2021-22 թվականին եւս Փաշինյանի թույլտվությամբ Սև լելչի համար խոչենք պատերազմել եւ այսպես շարունակ, Տավուշը, այո, վերջում Տավուշը ուղղակի այդպես տրվեց թղթի դիմաց եւ հետո ներկայացվեց որպես հաղթանակ, տեսեք, մենք հողերը տվեցինք, իրանք էլ թուղթ ստորագրեցին։ Այդ համատեքստում ներողություն մի բան հիշացնեմ,
Ես հիշում եմ, որ գրեթե 1 տարի առաջ էր այս օրերին էր այդ քարոզչական ողջ գործիքակազմը գործի դրվել եւ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ եթե չհանձնենք, 1 շաբաթ հետո պատերազմ կսկսի։ Մինչև շաբաթվա վերջ, բառացիորեն այդպես է ասել։ Կարող է նույնը խաղարկել հիմա։ Եթե տեսեք Ադրբեջանը սպառնում է, եթե օրինակ Տիգրանաշենը չտանք, կլինի սա։ Անկասկած, ստեղ կարող է հենց դրան ուզում եմ գալ, այսինքն բացի քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենդներից, որ Ադրբեջանը ուզում է ստանալ, ստեղ կարող են եւս տարածքային դիվիդենդներ լինեն, այսինքն որոնք են լինելու այդ տարածքները։ Անկլավները, այսինքն Տիգրանաշենը, Ոսկեպարը, հա, որովհետեւ եթե Փաշինյանը ճանաչում է արդեն այդ անկլավները Ադրբեջանի տարածքում չի վիճարկում, չի քննարկում, նույնիսկ որպես խաղաքարտ չի օգտագործում, հա։ Իդեպ, հա, դիվանագիտության մեջ դու փորձում ես բոլոր քո փաստարկները օգտագործես, որովհետև դիմացինն էլ փաստարկներ ունի, գոնե արևտուր անես, եթե ուրիշ բանի ունակ չես պաշտպանել։ Բայց Փաշինյանը բոլոր քարտերը գցում է, որպեսզի հետո ասի, բա մենք ինչ անենք։ Եվ այսպիսով այստեղ հետևյալ վիճակն է։ Փաշինյանը ճանաչում է անկլավները Ադրբեջանի կազմում եւ հետո Ադրբեջանը կարող է ասել, դե Փաշինյանը ճանաչել է, բայց չի տալիս։ Մենք եկել ենք որ վերցնենք։ Առավել եւս որ Կիրանցում տեսեք ուժով վերցնեն։ Ուժով վերցնեն, այո։ Կիրանցում ինչա տեղի ունեցել, առհասարակ մի սրա ընդհանրապես տարածաշրջանային եւ անվտանգային նշանակությունը հասկանանք։ Ադրբեջանը 2020 թվականի պատերազմից հետո ամբողջ գծով փորձել է միշտ հարձակվել Հայաստանի վրա։ Բայց որտեղ է ստացվել։ Այն գծի վրա, որը կառուցվել է այսպես կոչված նախկիների ժամանակ, իրեն որևէ հաջողություն գրեթե չեղավ։ Շատ չնչին եւ Տավուշի մարզում ընդհանրապես որևէ։ Այդտեղ նաեւ Գրիգորի Խաչատուրովի աշխատանքի հետևանքն էլ կա։ Ոչ միայն իհարկե, բայց նաև իր ժառանգությունը այդտեղ զգալի է։ Եւ ինչ է ստացվում։ Այսինքն կա Հայաստան-Վրաստան-Ադրբեջանի սահմանի հատման կետ կա, որից դեպի Քարվաճար, դեպի Արցախի հյուսիս հասնում է ամբողջ սահմանագիծը եւ այդտեղ գրեթե ամենտեղ Հայաստանը ունակ է եղել իր սահմանները պաշտպանել։ Որևէ տեղ Ադրբեջանը բացի մի փոքր հատվածից հարավում Սևանից մի փոքր բարձր որևէ տեղ չկարողացավ Ադրբեջանը ճեղքել, այսինքն Գեղարքունիքի մարզում էին, հա։ Եվ այդտեղ մի գիծ կա, որը որպես մի կոմպլեքս է աշխատում։ Հիմա Փաշինյանը ինչ արեց։ Այս ամբողջ բերդում մի դարպաս բացեց, որտեղ վերջ քանդեց այդ գիծը։ Այո, դե ոնց է լինում, եթե պատի մեջ, ասենք, մի լավ դուր կա, վերջ, ուրեմն այս պատը չկա։ Նույնն էլ արեց Փաշինյանը այս գործողությամբ։ Հիմա արդեն այդ հատվածը անպաշտպան է։ Հենց այդ հատվածով Ադրբեջանը կարող է հարձակվել հեշտությամբ։ Սա դրան գումարենք, որ սա իհարկե ավելի խոցելի է դարձնելու մեր ճանապարհները բոլորը, թե հյուսիսում, թե Տիգրանաշենի վրա հարձակումը հարավում եւ կարող են նաեւ թիրախավորել ուժով փորձել միջանցք բացել եւ այլն։ Հավանաբար կվախենան Իրանի սահմանին բացել, բայց կարող են փորձել ուրիշ տեղ։ Իրանի մասով, տեսեք, մենք ֆիքսեցինք Դոնալդ Թրամփ, Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը, բազմաթիվ հարցեր քննարկվեցին ըստ Մամլի հաղորդագրությունների, հա, 2 ժամից ավել տևած այդ հեռախոսազրույցի ընթացքում եւ բավականին հետաքրքիր մի հայտարարություն եղավ Իրանի մասով, կողմերը համաձայն են, որ Իրանը չպետք է այնքան հզորանա, որ կարողանա ոչնչացնել Իսրայել պետությունը։ Շատերի դիտարկման փորձագիտական շրջանակների մասն է խոսքը։ Ռուսաստանը դրանով թույլատվություն է տալիս Միացյալ Նահանգներին հարվածել Իրանին։ Եվ այդ համատեքստում մենք տեսնում ենք նաև ակտիվացում մերձավոր արևելքում, կոնկրետ իրանական պրոքսիների նկատմամբ հարվածները Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, խոսքը Համասի եւ Եմենի հութիների մասին է, հա։ Արդյոք Իրանի շուրջ սեղմվում է նորից այդ օղակը։ Նաև Հեզբոլլայի վրա կան հարձակումներ եւ կան
սիրիական շիաների եւ ալավիների վրա հարձակումներ, հա, որպեսզի պատկերը ավելի ամփոփ դառնա, այո, Իրանի վրա ճնշումը աճել է։ Արդյոք Ռուսաստանի համաձայնությունը Ամերիկայի պնդման, որ Իրանը չպետք է այնքան ուժեղանա, որ Իսրայել ոչնչացնի, պետք է մեկնաբանենք որպես, այսինքն, այսպես լայն համատեքստում որպես թույլտվություն Իրանի վրա հարձակվելու, ես կարծում եմ Իրան-Ուկրաինայի դիմաց։ Այո, բայց քանի որ ԱՄՆ-ն չի կարող Ուկրաինան տալ Ռուսաստանին, եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ Ուկրաինան, այսպես ասած, նվիրեր Ռուսաստանին, ապա անկասկած Ռուսաստանը կհամաձայնվեր Իրանի վրա հարձակում թույլ տալ, որովհետև պարզը Ռուսաստանի համար Ուկրաինան ավելի կարևոր է։ Բայց նման վիճակ չկա, այսինքն այդտեղ շատ ավելի փոքր արևտրի առարկաներ կան, դեռ այսքան մեծ չափի արևտուրը չի հասել աշխարհաքաղաքական, ավելին հիշեցնեմ, որ 2011 թվականին, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընդունվել է արևմտյան բանաձև, ըստ որի հաստատվել է ոչ թռիչքային գոտի Լիբիայում, դա մեկնաբանվել է շատ լայն, որը բերել է նաև օպերացիայի Լիբիայի դեմ, հա, սկզբից Եվրամիության որոշ երկրների, իսկ հետո ԱՄՆ-ն էլ միացավ։ Եվ սա ինչի մասն էր, այսինքն սկզբից իմաստը այն էր, որ Քադաֆին ավիացիա չօգտագործի զինյալների դեմ, իսկ հետո արդեն դա մեկնաբանվեց որպես թույլտվություն, որպեսզի արդեն Քադաֆիի դեմ եւ առհասարակ Լիբիայի դեմ օգտագործվի, գործողություն իրականացվի։ Եվ այդ ժամանակ Պուտինի եւ Մեդվեդևի միջև բանավեճեր, Մեդվեդևը ուղղակի չեզոք քվեարկեց, այսինքն դեմ չքվեարկեց, բայց կողմել չքվեարկեց այդ բանաձևի, Պուտինը դա այդ ժամանակ դեր մինչև օպերացիա Լիբիայի դեմ քննադատեց եւ հետո արդյունքում պարզ դարձավ, որ Պուտինն էր ճիշտ, բայց այդտեղ ինչն է իմաստը, այսինքն Պուտինը չի թույլ տվել այդ ժամանակ, չէր թույլ տա Լիբիայի վրա հարձակումը եւ իմ կարծիքով չի թույլ տա հիմա Իրանի վրա հարձակումը։ Ես կարծում եմ, որ սա այդպես պետք չէ դիտարկել։ Ինչպես կարելի է սա հասկանալ, դա այն է, որ երկուսն էլ դեմ են, որ Իրանը միջուկային պետություն դառնա, սա առաջինը, եւ առհասարակ դեմ են Իսրայելի ոչնչացման որպես պետության։ Մենք գիտենք հիմա դա ԱՄՆ-ի համար էական հարց է, ԱՄՆ-ի հիմիկվա վարչակարգի համար, եւ այսպիսով ուղղակի Ռուսաստանը համաձայնվել է, որ դեմ է Իսրայելի ոչնչացման եւ դեմ է միջուկային Իրանի։ Նույնիսկ այդպես ասեմ, հա, եթե մի կողմից դիտարկենք, ապա Իրանը արդեն հարստացած ուրան ունի մոտավորապես 6-ից մինչև 12 միջուկային բոմբի համար բավական քանակով, որը կարող է թույլ տալ ենթադրել, որ արդեն ունի Իրանը միջուկային զենք, բայց մյուս կողմից Իրանն էլ է հերքում, որ ունի։ Իդեպ Իսրայելն էլ է հերքում, որ ունի։ Այնպես որ այստեղ այս հայտարարությունը իմ կարծիքով շատ բան չի ասում, ուղղակի ասում է այն, որ այս թեման էլ քննարկվում է, որովհետև մի կողմից Թրամփը սպառնում է Իրանին, մյուս կողմից Թրամփը դիմում է Ռուսաստանին միջնորդության համար Իրանի հետ բանակցելու, որովհետև Իրանը մերժել է բանակցությունը։ 2 ամիս ժամանակ տվեց Դոնալդ Թրամփը Իրանին այդ ատոմային գործարքը իրականացնելու համար։ Եվ զես եթե լրանա 2 ամիսը եւ Իրանը իր այդ սկզբունքային դիրքերից, հա, բանակցությունների շրջանակներում նահանջ չունենա, որը կլինի Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի հաջորդ քայլը։ Իմ կարծիքով ռազմաօդային օպերացիա Իրանի դեմ չի լինելու, որովհետև Ամերիկայում մի քանի անգամ ռազմական խաղ են արել, փորձարկել են ինչ հետևանքների է բերելու Իրանի վրա հարձակումը, եւ թեև պարզ է, որ Իրանին կարող են շատ լուրջ վնաս տալ, բայց հաղթել այդտեղ չեն կարող եւ կարող են ունենալ տասնյակ հազարավոր զոհեր ամերիկյան բանակից եւ մի բան է, այո, իհարկե Իրանին հաստված վնասը Իրանը Իրաք չէ, ամեն դեպքում։ Այո, Իրանը Իրաք չէ, Իրանին հաստված վնասը լինելու է շատ ավելի մեծ, բայց վերջին հաշվով Ամերիկայի հանրությունը եւ Ամերիկայի քաղաքական դասը դիտարկելու է այս հարցը ոչ թե այն տեսանկյունից, թե ինչքան վնաս է հասցրել Ամերիկան Իրանին, այլ ինչքան վնաս Ամերիկան ա կրել եւ ինչ արդյունք է ունեցել, եւ այստեղ պարզ է, որ դրական արդյունք Ամերիկան չի ունենալու։ Մանավանդ, որ իրաքյան պատերազմը Ամերիկայում
համընդհանուր ընդունված է կարծիքը, որ իրաքյան պատերազմը տապալված է եղել եւ իրաքյան պատերազմը ի սկզբանե եղել է հանցագործություն։ Որևէ հանրային խոսք այս կարծիքից տարբերվող Ամերիկայում չկա։ Էնպես որ հիմա պատկերացնել, որ Իրանի վրա հարձակում է լինելու, ինձ համար շատ դժվար է։ Գուցե Ամերիկան կարող է ուժեղացնել Իսրայելին, թույլ տալ, որ Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բայց ելի սա լինելու է օդային հարվածներ, հետո պատասխան որ մենք տեսանք ավելի ինտենսիվ, այո, դա տեսանք մոտավորապես այս ձևաչափով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ինչպես կարող է օգտվել այս իրավիճակից։ Եվ արդյոք Ադրբեջանի այս ակտիվացումը կարող է կապված լինել նաև հենց Իրանի շուրջ տեղի ունեցողից։ Ինձ թվում է կարելի է այդպես դիտարկել, որովհետև մենք տեսել ենք նաև, որ իսրայելական լոբիի որոշ ներկայացուցիչները արդեն հրապարակայնորեն սկսել են Ամերիկայում քարոզել, որ Ամերիկան պետք է աջակցի Ադրբեջանին։ Ինչու աջակցի Ադրբեջանին, դե որովհետև Ադրբեջանից ավելի լավ ընկեր իսլամական աշխարհում Իսրայելը չունի։ Համենայն դեպս ըստ որոշ շրջանակների, հա, եւ Իսրայելը հույս ունի Ադրբեջանը օգտագործել Իրանի դեմ։ Իդեպ ուրիշ հարց է, թե արդյոք Ալիևը դա թույլ է տալու, որովհետև Ալիևը դա թույլ կտա միայն այն պարագայում, եթե տեսնի, որ ամբողջ արևմուտքը Իսրայելի հետ միասին եւ էլի ինչ որ ուժեր, գուցե նաեւ Թուրքիան հարձակում են Իրանի վրա, այսինքն բոլորով Իրանի դեմ են պատերազում եւ այսպիսով Իրանի պատասխան հարվածը Ադրբեջանին չի լինելու այնքան ուժեղ, որ էական վնաս հասցնի։ Բայց եթե խաղը գնալու է այնպես, որ դա Ամերիկայի պրոքսի պատերազմն է Իրանի դեմ, որտեղ Ամերիկան անմիջապես չի մասնակցում, իսկ հարվածը հասվում է Իսրայելի կողմից, գուցե նաև Ադրբեջանի տարածք օգտագործելով, գուցե նաև Իրաքի, գուցե նաև ծովից եւ այլն, Ադրբեջանը այստեղ փորձելու ամեն ձև խուսափել։ Եվ Իսրայելը այնտեղից միայն կարողանալու է օգտագործել օդային տարածք, որպեսզի դրոններով հետախուզություն իրականացնի կամ գուցե էլեկտրոնային հետախուզություն, բայց ոչ ցամաքային օպերացիայի համար, ոչ էլ բոմբելու համար։ Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի շինծու քրեական գործով դատավարությունը եւ վերջին շրջանում մենք տեսանք այդ խոշտանգումների կադրերը Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի եւ ըստ ձեզ հիմա այս դատավարությամբ Ադրբեջանը ինչ խնդիր է փորձում լուծել, որովհետեւ շատ փորձագետների գնահատմամբ դա ոչ թե դատավարություն է կանոնավորված անձանց նկատմամբ, այլ դատավարություն է Հայաստանի Հանրապետության դեմ։ Դե եթե զուտ քաղաքական եւ նույնիսկ բարոյական գնահատական տանք այս իրադարձությանը, ապա իսկապես դա այդպես է, այսինքն երրորդ հանրապետության դեմ դատավարությունն է եւ մենք տեսնում ենք, որ Ալիևը փորձում է կորզել մարդկանցից այդտեղ հենց Հայաստանի դեմ ցուցմունքներ։ Այսինքն նրանք փորձում են ապացուցել, որ ամբողջ այսպես կոչված սեպարատիզմը կազմակերպել է Հայաստանը, որպեսզի հետո Հայաստանից փող ուզեն, որպեսզի հետո Հայաստանը այդ փողը չտա եւ իրանք ասեն, դե ուրեմն մենք գալիս ենք Սյունիքը զավթելու, որովհետեւ դա իրանք ասել են դեռ 2020 թվականի վերջ, այդպիսի պլաններ ունեցել են վաղուց բանից։ Այսպիսով որտեղ են տանում, սա պարզ է, բայց սա նաև մի քանի եւս չափորոշիչ ունի այս դատավարությունը։ Սա նաև ճնշող գործընթաց է, զուտ հայերին ճնշելու գործընթաց է նաև, հոգեբանական ճնշում իրականացնելու, որովհետև մենք գիտենք հոգեբանական ճնշումը շատ կարևոր դեր ունի աշխարհակաղակական գործընթացներում։ Բացի այդ, սա նաև ունի նաև արևտրային նշանակություն, այսինքն նրանք փորձելու են թեկուզ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի կամ Եվրամիության հետ առավել եւս Հայաստանի հետ այս ցանկացած հարաբերության մեջ փորձել այս խաղակարգը օգտագործել եւ փորձել այսպես ասած վաճառել գերիներին, ինչպես որ նրանք դա առաջ արել են, հա, բայց հիմա քանի որ նույն Ռուբեն Վարդանյանի վրա կախում են, չգիտեմ, արդեն մի քանի հազար տարվա պատիժները հավաքում են, հա, կեղծ, ապա պարզ է որ փորձում են գինը բարձրացնել, հա, այսինքն սա Բաքվի բազարը, որը ներկայացում է որպես դատավարություն։ Բաքուն, որը դատավարություն չի տեսել, որտեղ դատարան գոյություն չունի իրականում, հա, պարզ է որ ինչ է դատարանը չգիտի, բայց դատարանը օգտագործել գիտի։
Եվ այս ամենի համատեքստում, կխնդրեի ձեզ մեկնաբանել, իհարկե դա դժվար է, բայց գործող իշխանությունների վարվելակերպը, ոչ միայն ռազմագերիների համատեքստում, այլ առհասարակ Ադրբեջանի հետ հարաբերությունների կոնտեքստում մենք տեսնում ենք, որ իրար հերթ չտալով թե Փաշինյանը, թե այլ պաշտոնյաներ նշում են, որ իրենք գնում են դեպի խաղաղություն եւ Նիկոլ Փաշինյանը այս վերջի օրին բավականին հետաքրքիր, բայց նաեւ սկանդալային հայտարարություն արեց, նշելով, որ ինքը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը զինված ուժերին որևէ կերպ չսադրել, իրավիճակը, նշելով, որ իրենք գնում են դեպի խաղաղություն եւ այս համատեքստում հարց է առաջանում, արդյոք ըստ Փաշինյանի հայկական զինուժը չպետք է կրակի, եթե օրինակ ադրբեջանական կողմը հարձակվի։ Ինչ կասեք այս մասով։ Նախ մենք այդպիսի փորձ ունենք։ Ադրբեջանի պատերազմից հետո Ադրբեջանի մի քանի խոշոր հարձակում է եղել։ 2021 թվականի մայիս ամիս, 2021 թվականի նոյեմբեր, 2022 թվականի սեպտեմբեր, Ջերմուկում եւ Արցախի վրա լայնածավալ հարձակում 2023 թվականի սեպտեմբերին։ Բացի դրանից բազմաթիվ փոքր էպիզոդ ա եղել, բայց ամեն դեպքում առաջինը եղել է 2021 թվականի մայիս, որտեղ հայկական զինված ուժը ընդհանրապես չի կրակել, Իդեպ ադրբեջանցիներն էլ շատ քիչ են պատտվելով մտան։ Այո, այսինքն Փաշինյանը հիմա նույն հրաման է տալիս փաստորեն։ Իդեպ մենք ունենք նաև ցուցմունքներ, որ նման երբեմն պատերազմի ժամանակ են նման հրահանգներ եղել, այսինքն ստեղ չկրակել, այնտեղ չկրակել եւ այլն, որտեղ օրինակ շատերը ասում են, այո, այդ թվում օրինակ Շուշիում, որտեղ հայկական զինուժի կոպիտ ասած պրիցելի տակ անցել են ադրբեջանցիները եւ կրակ չի եղել, որի հաշվին հետո ունեցել ենք հարյուրավոր զոհեր եւ ունեցել ենք հսկայական տարածքային կորուստ եւ որի հաշվին հետո վերջում մենք պատերազմում պարտվեցինք։ Իրականում Շուշիում պարտությունը բերեց պատերազմում պարտությանը, չէ՞։ Իսկ Շուշիում թույլատրվել, որպեսզի ադրբեջանցիները մտնեն։ Տեսանյութը կա ոնց են իրանք անցնում եւ հայկական կողմը չի կրակում ու հետո բազմաթիվ մարդիկ ասել են, որ եղել է հրահանգ չկրակել։ Հիմա այս իրադարձությունները ոնց իրար հետ կապենք, եթե ոչ պայմանավորված հանձնում Արցախի։ Եվ հիմա մենք տեսնում ենք նման գործընթաց։ Պայմանավորված հանձնում Արցախի ստեղ մի քանի հանգամանք ավելացնեմ։ Առաջինը դա ի սկզբանե պարզ էր, որ պետք է դա ներկայացվի որպես Ռուսաստանի մեղավորություն։ Իհարկե Ռուսաստանը իր մեղավորությունը ունի, բայց մենք ստեղ խոսում ենք Հայաստանի իշխանությունների գործելավոճի մասին եւ միանգամից սկսեց սա բարդվել Ռուսաստանի վրա։ Հետո սկսվում է արդեն 2021 թիվ, երբ Ռուսաստանի եւ Արևմուտքի միջև կա հակասություն, ինչպես պետք է Արցախյան հակամարտությունը լուծվի եւ Ռուսաստանի մոտեցումը եղել է, որ կարգավիճակի հարցը պետք է հետաձգել, իսկ Արևմուտքի հարցը, որ պետք է լուծել հենց հիմա եւ ինչպես լուծել Ադրբեջանի օգտին, այսինքն Արցախը ամբողջությամբ տալ Ադրբեջանին եւ կախված նրանից թե ինչ բանակցային հրապարակ է ընտրվում, կախված նրանից արդեն մենք պայմանավորված արդյունք պետք է ունենանք։ Փաշինյանը ընտրեց եվրոպական եւ ամերիկյան բանակցային դաշտը, որտեղ նշաձողի իջեցումը գնաց հետո Բրյուսել, այնուհետևից Պրագա եւ ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Շարլ Միշելի միջնորդությամբ եւ հետո սկսեց բլոկադան։ Այո, եւ նաեւ ճնշմամբ, որից հետո սկսվեց բլոկադան, որից հետո խստացավ բլոկադան հաջորդ հայտարարությունից հետո ու վերջին հայտարարությունից հետո արդեն եղել է ռազմական օպերացիա։ Այսինքն Արևմուտքի հետ պայմանավորված, որպեսզի ռուսական ուժերը դուրս բերվեն Արցախից, Փաշինյանը հանձնեց Արցախը։ Սա եղել է այն գործընթացը։ Այսինքն Փաշինյանը կարող է օգտագործել արտաքին շահերից ելնելով մեր ներքին շահերը ստորադասել։ Եվ այստեղ մենք տեսնում ենք հենց Փաշինյանը եւ նաեւ Ալիևի կողմից եղել է մի պահ հայտարարությունը, որ բանակցությունները ամփոփվել են, բոլոր կետերը համաձայնեցվել են, իսկ բոլոր կետերը համաձայնեցվել են ի՞նչ է նշանակում։ Փաշինյանը բոլոր ադրբեջանական պահանջներին համաձայնություն է տվել։ Եվ միանգամից գալիս է ողջունելով Բրյուսելը,
Բերլինը եւ այլոք եւ այլոք եւ սպեկտրը։ Այո։ Ողջունում են այս բանությունների ավարտը։ Բայց հետո Հիկմետ Հաջիևը ասում է, որ ոչ մի բան չի ավարտվել, որովհետեւ իրականում իրանք մի 50 հատ նոր նախապայման ունեն, 2 հատ պաշտոնական են առաջ բերել, հա, այս սահմանադրության փոփոխությունը եւ Մինսկի խմբի չեղարկումը։ Եվ հետո 2 օր հետո նաև Թուրքիայից հայտարարություն, որ իրանք լիարժեք Ադրբեջանի կողմից են։ Իդեպ սա այն բոլոր քարոզիչներին հիշեցում, որոնք ասում են, դե մենք Թուրքիայի հետ կբարիշենք, իսկ Ադրբեջանը կփոկվի եւ այլն, եւ Թուրքիան Ադրբեջանից կբաժանենք։ Այսինքն այս աստիճանի հիմար համարել ժողովրդին, որպեսզի այս աստիճանի ստեր կերակրել, դե ասենք իրականությունը սա է։ Հիմա մի քանի բան ավելացնեմ այս սահմանադրության կետին։ Նախ Փաշինյանը համաձայնվել է սահմանադրություն փոխել, չէ՞։ Դեռ անցած տարվա ամենասկզբից, դեռ անցած տարվա հունվարից Փաշինյանը ասել է, որ պետք է սահմանադրությունը փոխել, դա ցավալի էր, Ալիևը ասում է, Հայաստանը պետք է սահմանադրություն փոխի, հաջորդ օրը Փաշինյանն է ասում։ Եվ այսպես շարունակաբար նա ասել է, բայց հիմա մենք գալիս ենք իրականության, որտեղ այս ցոցհարցումների այս սահմանադրությունը չի կարող անցնի։ Այսինքն, եթե վաղը հանրակրվե անցնի, ապա սահմանադրությունը հավաքելու է ենթադրենք 25% քվե եւ 75% դեմ է լինելու։ Լավ, հնարավոր է կեղծել, բայց ինչքան պետք է կեղծվի, որպեսզի 25% 51 դառնա։ Շատ դժվար է լինելու, լեգիտիմություն չի ունենալու սա եւ նույնիսկ եթե ֆիզիկապես այդպիսի կեղծիք է եղել, այդ պարագայում իշխանությունը լինելու է շատ խոցված, ներքին կյանքում արդեն շատ համոզված չեն, որ իսկապես կկարողանան դա դիմանալ։ Այսինքն Ադրբեջանը շատ լավ իմանալով, որ Փաշինյանը չի կարող անցկացնել սահմանադրություն, Փաշինյանը եթե վաղը բերի հանրակրվեին 2+2 հավասար է 4-ին, սա էլ չի կարողանալու անցկացնել հանրակրվեով։ Նույնիսկ Եվրամիության հարցը, որը այդքան քարոզվել է եւ այլն, արդեն տեսնում ենք հարցումներով, որ անցնելու է նախորակարգից դուրս եկա, բայց անցնելու է, բայց այդքան գերակա տոկոսով արդեն չի անցնելու։ Այսինքն ամեն ինչը ինչին Փաշինյանը կպնում է, հակառակն է դառնում, ել չասած, որ բոլորը հասկանում են, որ դա Ալիևի ճնշման բառվում։ Այսինքն երբ որ քո թշնամին գրում է քո սահմանադրությունը, սա ինչ է, եթե Հայաստանի ամբողջ գաղութացում եւ Ադրբեջանի ստորադասելու գործընթաց, հա։ Այսինքն Փաշինյանը համաձայնվել է, բայց չի կարող դա անել եւ Ադրբեջանը դա դնում է որպես նախապայման, հենց հասկանալով, որ սա չի կատարվելու։ Այսինքն սա ուլտիմատում է, որպեսզի հետո առիթավորվի, որովհետև մենք կարող ենք հիշել 2020 թվականի պատերազմից առաջ իբրև թե բանակցային գործընթաց էր տեղի ունենում, որը Փաշինյանը իր կետից է սկսել, այսինքն տապալելով ամբողջ հայկական դիվանագիտության ձեռքբերումներ տասնամյակների ընթացքում, հա, եւ իդեպ հրաժարվել է խոսել թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե Էդուարդ Նալբանդյանի հետ, թե Ռոբերտ Քոչարյանի հետ, թե Սերժ Սարգսյանի հետ, հա։ Այսինքն հրաժարվել է որևէ մեկից իմանալ բանակցային գործընթացի մասին եւ հետո իմացել է այդ Ալիևից, ինչպես որ նա ասել է նաեւ, որ ինքը կիրթ ու կառուցողական է։ Հիմա 2019 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է իրենց տեսլականը, ինչպես պետք է հանգուցալուծվի Ղարաբաղյան հարցը։ 3 կետից էր բաղկացած, այն աստիճանի կոշտ, որը ենթադրում էր, որ Հայաստանը եւ Արցախը ուղղակի պետք է հանձնվեն։ Այսինքն որևէ բանակցություն սա չէր ենթադրում, շատ կոշտ ուլտիմատիվ ձևով մեծ հաշվով մենք այս քաղաքականության հետ գործ ունենք։ Այսինքն երբ որ որևէ պետությունը պատրաստում է հարձակման, ապա մենք տեսնում ենք, որ այդ պետությունը նաև ուլտիմատում է առաջ բերում որպես կանոն, մենք կարող ենք հիշել նաև Ռուսաստանի ուլտիմատում Արևմուտքին եւ Ուկրաինային, որը արվել է 2021 թվականի դեկտեմբերի կեսին, որից հետո 2 ամիս հետո եղել է պատերազմ, հա։ Այսինքն այստեղ մենք նման գործընթաց եւս ունենք եւ նման փորձ մենք ունեցել ենք։ Դրան եթե մի քանի բան գումարենք, ապա տեսնում ենք, որ Հայաստանում անառողջ իրավիճակ է տիրում պետական ինստիտուտներում, օրինակ արտաքին հետախուզության ծառայությունը հունվարի վերջում հրապարակեց զեկույցը արտաքին վտանգների վերաբերյալ, որ ամբողջությամբ Հայաստանի անվտանգության օրակարգը կեղծեց, լրիվ սխալ ներկայացեց, շատ անգրագետ, շատ ոչ կոմպետենտ եւ այլն, բայց ամենամեծ, այսպես ասած, հայտարարությունը այդտեղ եղել է այն, որ պատերազմի վտանգը ցածր է։ Այսինքն Փաշինյանը ասում է, որ պատերազմի վտանգը բարձր է, իսկ իր արտաքին հետախուզության ծառայությունը որ ցածր է։ Այսինքն ինչ է արվում, հա, այս ամեն ինչը ինչի համար եմ ասում։ Մի կողմից, հա, երկրի ներսում
տարվում է քաղաքականություն, որպեսզի ժողովրդին քննացնեն, որպեսզի մարդիկ չգիտակցեն վտանգի չափը, ամեն ձևով քարոզչական եւ այլ ձևով ներկայացում է ամեն ինչը կեղծ, այնպես որ վտանգ չկա։ Մյուս կողմից արտաքին ասպարեզում ամեն ինչ է արվում, որպեսզի այդ վտանգը չչեզոքացվի, մեծ հաշվով ուղղակի զիջումների, միակողմանի զիջումների ճանապարհով են գնում։ Օրինակ նույն հայտերի հետ կանչը, հա, որին հասանք գրեթե, հա։ Այսինքն սա ինչի մասին է։ Սա եւս Ադրբեջանի զսպող օղակ էր։ Ինչու է Փաշինյանը դա քանդում։ Այսինքն նա մտածում է, որ արևմուտքին հաջողանալու համար նա պետք է բոլոր կետերը ընդունի։ Եթե նա մտածում է կամ նրան ասել են, հա, իր մտածելու ունակությունները մի քիչ հարցական են իմ համար, բայց եթե նա պնդում է, հա, պնդում է, որ մենք եթե բոլոր կետերին համաձայնվենք, ապա խաղաղություն է լինելու, այսինքն ինչպես Փաշինյանը օրինակ ժամանակին ասեց 2-3 տարի առաջ, որ եթե մենք չատենք, մեզ էլ չեն ատելու, այսինքն սա ինչ է։ Մենք ենք ծնել Ղարաբաղյան հակամարտությունը, հայ-թուրքական հակամարտությունը, մենք ենք մեղավոր ցեղասպանության մեջ, մենք ենք մեղավոր կոտորածների մեջ, սա է Փաշինյանի ամբողջ օրակարգը, այսինքն նա անցել է թշնամուկու, թշնամական դիսկուրսը տարածում է Հայաստանում, ամենտեղ, ամեն հարցում եւ չեղարկում է բոլոր ազգային ինստիտուտները եւ բացում է Հայաստանի դարպասները թշնամական հարվածի առաջ։ Եվ Հայաստանի ժողովրդին քննացնում է, որպեսզի նրանք պատրաստ չլինեն եւ որպեսզի նրանք չկարողանան գործել, խանգարել նրան այս գործընթաց կազմակերպելու մեջ։ Ուրիշ բան ստեղ չկա եւ այս ամեն ինչի հետեւում կա մեծ աշխարհակահաղականություն, որը ենթադրում է Թուրքիայի ամբողջական տիրապետումը Հարավային Կովկասին, իսկ այնուհետեւ արդեն Միջին Ասիայի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։ Իմ հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։